Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը Երորդ գլուխ Երկու ծայրահեղություն Աստուծո հոգին քանիմը ագնթարթի մեջ կրնա հայտնության մեծ բաժին լեցնել հոգիիդ մեջ, բայց այդ հայտնությունն արժեք չունի առանց իմաստության և ադորմով ապրող բնավորության։ Երբ Սուրբ Հոգին առաջնորդեց ինձի Աստվածաշունչի խոսքերուն միջոցով, որոնք վախի դեմ պայքարելու մասին էին, անցույց տվավ երկու ծայրահեղություն, որոնք հավատացյալի կյանքը դուրս կբերեն հավասարակշռութենեն։ Առաջին ծայրահեղությունը զորության ետևեն երթալն է, երկրորդը գեղձխոնարհությունը։ Ամբողջական հավասարակշռությունը կգտնենք Դիմոթեոսի կյանքին մեջ, որն ավելի շատ կմշակեր աստվածաբաշտ բնավորություն, քան գեղձխոնարհություն և զորության ետևեն երթալու փոխարեն ավելի շատ կփոփոխեր իր մեջ եղող պարգևը։ Մաքուր սիրտ Պողոս առաքյալն առաջին անգամ Դիմոթեոսին հանդիպեցավ Լյուստրիայի մեջ։ Ան երիտասարդ մներ, որուն մայրը քրիստոնյա հրյա էր, իսկ հայրը հույն։ Պողոսը գցանգար, որ Դիմոթեոսն ուղեկցի իրեն և շիղային, որպես իրենց ճանապարհորդության օգնական։ Դիմոթեոսը պետք է հոգար Պողոսին կարիքները, Գործք առաքելոց 19:21։ Որոշ ժամանակ հետո Դիմոթեոսի հավատարմությունը որպես ծառայող ի հայտ եկավ։ Դիմոթեոսը բարձրացավ և անոր վստահեցան որպես ավետարանի ծառայող, այնուհետև անհովվեց Եփեսոսի եկեղեցին։ Պողոսը Դիմոթեոսին գրած իր երկրորդ նամակին մեջ գսե. «Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քու մեջը թե, առաջ քու լավոտյա մեծ մորդ և քու Եվնիգե մորդ մեջ բնակեցավ, համոզված եմ, որ քու մեջը թալ է։ Այդ պատճառով միտքդ կբերեմ, որ արձարծես Աստուծո այն շնորհքը, որ քու մեջը թե իմ ձեռքերը քու վրա դնելով»։ Երկրորդ Դիմոթեոս 1:5-6։ Ուշադրություն դարձուր, որ Պողոսը կհիշատակե այն փաստը, որ Դիմոթեոսի հավատն անկեղծ էր։ Այս երիտասարդին սիրտը մաքուր էր, անկեղծավոր չէր։ Մեկ այլ նամակի մեջ Պողոսը քովեստի խոսքեր գսե, բայց հույս ունիմ Տեր Հիսուսին մեջ, որ Դիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեռքով, վասնզի մեկը չունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգ ընե ցեզի համար, վասնզի ամենքն իրենց բաները կփնտրեն և ոչ թե Հիսուս Քրիստոսինը, բայց դուք գիտեք անոր ընտիր ըլլալը, որ ինչպես որդիմը իր հորը, այնպես ինձի հետ ծառայեց ավետարանին։ Փիլիպպեցիս 2:19-22։ Հասկանալի է, որ Դիմոթեոսի բնավորության հարցը չէր քննարկվեր։ Որպես քրիստոնյաներ, բնավորությունը պետք է մեր առաջնահերթությունն ու ցկտումը ըլլա։ Այն ինչ որ կփնտրե մեր հայրը զորությունը չէ, այլ բնավորությունը։ Դխուր փաստ է, որ եկեղեցվո մեջ շատերն ինգած են հոգիի զորության և օծության ետևեն, մինչդեռ կխուսափին աստվածաբաշտ բնավորությունը փնտրել է։ Կորինթացիներու առաջին թուղթի 14:1-ը մեզի կսորվեցնե. «Սիրո ետևեն քացեք և հոգևոր պարգևներուն նախանցավոր եղեք, սակայն մենք աղավաղած ենք այդ պատվիրանը։ Մենք կփնտրենք պարգևները և օծությունը, իսկ սիրո պտուղը ուղղակի կցանկանք մեր կյանքին մեջ։ Աստված սեր է, և մինչև մենք չքալենք սիրո մեջ, ձեռք չենք բերեր Աստուծո բնույթը»։ Ծայրահեղություններեն մեկն այն է, երբ զորությանն ավելի կցկտիս, քան բնավորությանը։ Որոշ քրիստոնյաներ կգտրեն կանցնին մեծ հրավորություններ, հարյուրավոր մղոններ, որպեսզի երթան հրաշքի, մարգարեական կամ օծված ծառայության, բայց անոնք չեն կամենար իրենց սրտերեն մեկտի ցկել փառգությունը, չներելը կամ թառնությունը։ Ասիկա կվկայե, որ անոնց շեշտադրումն ավելի զորության վրա է, քան բնավորության։ Այս ծառայություններուն մեջ եղող հոգևոր դրսևորումները կրնան Աստուծմե ըլլալ, բայց մենք պարտավոր ենք գործ ունենալ նաև մեր ներսի մարդուն հետ։ Ներսի հետ գործ ունենալու անհոժարությունը թուր բացած է։ Չնայած որ եկեղեցին այս ժամանակներուն մեջ վերստին վերել կապրի, մեղքը պետք է հեռացնել։
Հրաշալի է, որ մարդիկ ծարավ են Աստուծո զորության, բայց եկեք չանդեսենք սրդի մաքրությունը։ Մենք շատ ծարայողներու տեսած ենք, որոնք ինգած են, բայց անոնք չեն ինգած, երբ ըրած են անփարոյականության առաջին քայլերը։ Ոչ, անոնք սկսած են ավելի շուտ ինալ։ Անգումը սկսած է այն օրվնե, երբ ծառայության մեջ հաջողությունը համարած են ավելի կարևոր, քան Աստուծո հետ մտերիմ փոխհարաբերությունը։ Մենք ասիգա միայն ծառայողներու մեջ չենք տեսած, այլ նաև անոնց համայնքներու ներսը։ Հիսուսն ասավ. «Երանի անոնց, որ սրդով մաքուր են, որ անոնք կտեսնեն Աստուծո»։ Մատթեոս 5:8։ Ան չսավ. «Երանի անոնց, որոնք հաջողակ ծառայություն կունենան»։ Ան ասավ, որ առանց մաքուր սրդի դուք չեք տեսներ Աստուծո։ Անշուշտ Հիսուսն է միայն այն միակը, որ կրնա մեզի մաքուր սիրտ տալ։ Ադիգա ինչ որ բան չէ, որ մենք կրնանք շահիլ։ Այն եւ անքին է եւ ցրի։ Անքին է, քանի որ բահանջեց Աստուծո որդիին մահը, եւ ցրի է, քանի որ առանց վճարումի կդրվի բոլոր անոնց, որոնք կփնտրեն Հիսուսին։ Սովորաբար ես կաղոթեի. Աստված իմ, օգտագործե ինձի գործվածներուն հասնելու, բազմություններուն բժշկելու եւ մարդկային հոտ զանգվածներուն ազատագրելու համար։ Ես այսպես կաղոթեի շարունակ եւ ադիգա էր Աստուծո փնտրելու իմ չափը։ Իմ բարձրակույն նպատակը հաջողակ ծառայողը լալն էր։ Օր մնալ Հիսուսը ցույց տվավ ինձի, որ այն ինչին վրա ես շեշտը գտնեմ, սխալ է։ Անոր ասածը ցնցեց ինձի. «Ջոն, հութան թևեր կհաներ, կբժշկեր հիվանդներուն եւ կքարոզեր ավետարանը»։ Ան ցկեց իր կորձը իմ աշակերտը դառնալու համար, բայց ուր է ան այսօր։ Ասիգա մեկ թոն աղույսի պես ասես գլխուս ընկավ։ Ան շարունակեց. «Քրիստոնեության բարձրակույն գոչումին նպատակը Աստուծո զորությունը կամ ծառայությունը չէ, այլ ինձի ճանչնալն է»։ Դես Փիլիպպեցիս 3:10-15։ Ավելի ուշ, երբ իմ գինը գաղութեր, որբեսի Աստված օգտագործե անոր այդ նույն ցուցակին համաձայն, Հիսուսը կհարցնե անոր. «Լիզա, դու բնավ օգտագործված ես ընկերոջդ կողմեն»։ «Այո», կպատասխանե ան։ «Ինչպես քեզի կզգայիր»։ Ան կպատասխանե. «Ես խաբված կզգայի»։ Հիսուսը կշարունակե. «Լիզա, ես չեմ օգտագործեր մարդոց։ Ես գոծեմ, կբժշկեմ, կձևափոխեմ, կհամապատասխանեցնեմ անոնց իմ պատկերին, բայց ես չեմ օգտագործեր անոնց»։ Ինչպես կբնորոշես այն կնոջը, որուն միակ ցկտումը իր ամուսինին համար երեխաներ ունենալն է։ Ան ամուսինին կմոտենա միայն այն ժամանակ, երբ որոշե ժառանգ ունենալ։ Այդպիսի կինը ոչ մեկ հետաքրքրություն կունենա իր ամուսինին անձնապես ճանչնալու համար։ Ես գիտեմ, որ ադիգա հիմարություն է, մինչդեռ որքան կդարբերի ասիգա Աստուծո ուղված մեր այն աղաղակեն, թե կօգտագործե մեզ մարդոց փրկելու համար, երբ մենք անձնապես չենք վայելեր անոր հետ փոխհարաբերությունն ու ընկերությունը։ Երբ մենք կհաղորդակցենք Աստուծո հետ, գիրականանա անոր այս մտադրությունը, բայց իրենց Աստծուն ջանցողներու ժողովուրդը պիտի զորանա եւ կործե։ Թանիել 11:32։ Բողոսին միակ ցկտումը անոր ջանչնալն էր։ Փիլիպպեցիս 3:8-10։ Մովսեսը գսեր. «Ինձի իմացուր քու ճանապարհները, որ ջանչնամ քեզի»։ Ելից 33:13։ Դավիթը գաղաղագեր. «Մեկ բան կխնդրեմ Տիրոջմեն, եւ այն շատ կփափակեի, որ Տիրոջ դունը փնագիմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ քեղեցիկ փառքը տեսնեմ եւ անոր տաճարը զննելով մտիկ ընեմ»։ Սաղմոս 27:4։ Եվ նորեն. «Հոգիս ծարավե քեզի համար, մարմինս քեզի գցանգա»։ Սաղմոս 63:1։ Աստվածաշունչի այն տղամարդիկ եւ կանայք, որոնք ամեն ինչեն առավել գցանգային Աստուծո ճանչնալ, քան որևէ այլ բան, հավատարիմ մնացին անոր, ավարտելով այն ընթացքը, որ Աստված դրած էր անոնց առջև։ Անոնք սորվեցան ամբողջական զորության գաղտնիքը։ Լրջորեն փնտրելով անոր, այդ մարդիկ ճանչցան Աստուծո սրդի խորությունը։
Որոշ մարդիկ իրենց հոգևոր հասունության չափը կգնահատեն մարգարյանալու կամ բարգևներու մեջ հոսելու իրենց կարողությամբ, բայց հիշե, բարգևները կդրվին, ադոնք չեն վաստգիր։ Էշմը խոսեցավ եւ դեսավ մտնելով հոգիի փնակավար։ Ակաղաղմը կանչեց 3 անգամ եւ հանդիմանեց Պետրոսին։ Արդյոք այս ամենը այդ գենտանիներուն հոգևոր դարձուց։ Հիսուս նսավ, որ շատերը անոր դեր կգոչեն եւ կակնկալեն մտնել Աստուծո արքայությունը, բայց կմերժվին։ Անոնք հրաշքներ գնեն, թևեր կքշեն ու կմարգարյանան իր անունով, բայց ան կպատասխանե. ինձ մեկ գոմ քացեք, ով անօրենություն կործողներ։ Մատթեոս 7:23։ Օծված ըլլալը չի նշանակեր հավանություն ստանալ անորմե։ Սավուղը մարգարյացավ այն բանեն յետ կերպ Աստված արդեն մերժած էր անոր։ Առաջին Թագավորաց 19, 23 եւ 24։ Գայապան մարգարյացավ այն ժամանակ, երբ իր միակ նպատակը Աստուծո որդիին սպանելն էր։ Հովանես 11, 49-51։ Մենք պետք է ունենանք Աստուծո սիրտը, որբեսի գարենանք հնազանդիլ անոր գամքին։ Առանց ադոր մենք բարձաբես կքալենք անոր օծության շուքին դակ, դարաբելով օրինաբահութենեն կամ ցանկասիրութենեն։ Փաղաամը մարգարյացավ եւ անոր մարգարեությունները ճիշտ էին, այդուհանդերձ ան մահացավ քուշագի մահով, սուրով սպաննվեցավ, երբ Իսրայելը կնվաճեր խոստացված երկիրը։ Բողոսը Դիմոթեոսի արժանիքները գճապեր անոր սրդի մաքրությամբ եւ հավատարիմ ծառայությամբ։ Մենք եւս պետք է այս չափանիշը տնենք մեր առջև եւ թույլ տանք Սուրբ Հոգին, որ ճշգրտորեն գշրե մեզ։ Այս չափազանց կարևոր նախադրյալը չի գրնար շատ շեշտադրվել, երբ մենք կմտնենք երկչոդության հոգին հետ բայկարի մեջ։ Առանց այս բանը նշելու, այս ուղերձի մեջ եղած ճշմարտությունը քեզի չազատեր եւ հնարավոր է քեզի ավելի վնաս պատճառե քան բարիք։ Միայն խոսքերը չեն, որ կգրեն ազատելու զորությունը, այլ անոնց յետևը եղող հոգին եւ էությունը։ Ասիկա բացատրելու համար վերհիշենք այն, ինչ որ զգուշացուց Պետրոսը։ Ինչպես մեր սիրելի եղբայր Բողոսն ալ Աստուծմե իրեն դրված իմաստության պես քրեց ցեզի։ Ինչպես ամեն թուղթերուն մեջ ալ գխոսի այս բաներուն համար, որոնց մեջ քանիմը դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու անհաստատները անոնց կձրին, ինչպես մյուս քիրքերն ալ իրենց անձերու գորուստյան համար։ Երկրորդ Պետրոս 3, 15 եւ 16։ Շատ կարևոր է, որ մենք ցկտինք Աստուծո հետ ճիշտ փոխհարաբերություն ունենալուն, քան անոր զորությամբ շարժելու փանացևին։ Ասիկա լուսաբանելու համար քննենք Բողոսի Դիմոթեոսին ուղած երկրորդ թուղթի նախապանը։ Դիմոթեոսին սրդի մաքրությունը հաստատել են յետք Բողոսը քրած է։ Այդ պատճառով միտքդ կբերեմ, որ արձարձես անգլերենին մեջ փորփոքես Աստուծո այն շնորհքը։ Երկրորդ Դիմոթեոս 1:6։ Այսպես Բողոսը գուսուցանե Դիմոթեոսին, որ անոր կյանքին մեջ Աստուծո բարգևն արձակելը անվավեր կհամարվեր, եթե Դիմոթեոսի հավատքը անգեղծ չլար։ Այժմ եկուր շարունակենք։ Մյուս ծայրահեղությունը գեղձ խոնարհությունն է։ Միտքս բերելով այն անգեղծ հավատքը, որ քու մեջը թե, առաջ քու Լավոթիա մեծ մորդ եւ քու Եվնիգե մորդ մեջ բնագեցավ, համոզված եմ, որ քու մեջը թեալ։ Այդ պատճառով միտքդ կբերեմ, որ արձարձես Աստուծո այն շնորհքը, որ քու մեջը թե իմ ցերքերը քու վրա տնելով։ Երկրորդ Դիմոթեոս 1, 5 եւ 6։ Այդ պատճառով միտքդ կբերեմ։ Դիմոթեոսին ուղած իր առաջին նամակին մեջ Բողոսը գոչ կնե, անհոգ մի ըլլար մեջդ եղած այն շնորհքին համար, որ քեզի դրվեցավ մարգարեությունով երեցության ցերնատրությամբ։ Առաջին Դիմոթեոս 4:14։ Բողոսը Դիմոթեոսին կշեշտե Աստուծո բարգևը չարհամարելու կարևորությունը, քրելով ադոր մասին երկրորդ անգամ եւ գթարցնե այն առաջնային բաներեն մեկը, որ կհիշադակվի նամակին մեջ։ Որբեսի բարձորոշ գիտակցինք, թե ինչ կնշանակե չարհամարել բարգևը, եկուր նայինք քանիմը հագանիշներու։ Արհամարհելու հագարակն է գադարելը,
իրակորձելը, հաջողության հասնիլը, ուշադիր ըլլալը, հոգ դանիլը, ամբողջացնելը, որոշում կայացնելը, ուշադրության արժանի համարելը, ավարտին հասցնելը։ Բոլոր այս բառերը իշխանության եւ գործողության բառեր են։ Այս բառերեն շատերը եւ փայական եւ քոյականական գործածություն ունին։ Ադոնք թրական եւ վճռական բառեր են։ Հետագային Աստուծո խոսքը ավելի լավ հասկանալու համար եկուր ուսումնասիրենք, թե ինչ կնշանակե արհամարհել բառը։ Արհամարհել կնշանակե խախտել, հեռացնել, անդեսել, ուշադրություն չդարձնել, թերակնահատել, վերեն նայել, արժեզրկել, մատնելու արանքով նայել։ Այս բոլորը բացասական բառեր են, որոնք ցույց կտան կործելու վճռականության եւ իշխանության պակաս։ Վտանգավոր եւ ծանր բան է արհամարհել այն ամենը, ինչ որ վստահված է քեզի։ Մենք վնաս կգրենք, երբ կարհամարհենք։ Զորությունը հետաբնթելու ծայրահեղության հագարակ կողմը վերոհիշյալ գեղձ խոնարհության վիճակին մեջ ապրիլն է։ Մարդիկ, որոնք կապրին այսպիսի վիճակով, գնդունին Աստուծո փնավորության նմանելու կարևորությունը, բայց միայն այդքանը, այդտեղ գանք կառնեն։ Անոնք երբեք չեն համարձակիր իրենց կյանքին մեջ արձակել Աստուծո բարգևները, որովհետև կվախնան։ Անոնք կխուսափին ցանկացած պայքարեն, համարելով, որ ադիգա սիրո կամ քրիստոնյայի փնավորության պակաս է։ Ես այս մարդոց կանվանեմ խաղաղապահներ։ Առաջին հայացքեն խաղաղապահ ըլլալը քրավիչ կթվի, բայց Հիսուսը երբեք չսավ Երանի խաղաղապահներուն։ Ընդհակառակը ան ըսավ Երանի խաղաղություն ընողներուն, որ անոնք Աստուծո որդիներ կգոչվին։ Մատթեոս 5:9։ Խաղաղապահը կխուսափի հագամարտութենեն, ինչ արժեքալայն ունենա։ Ան գերտա որևէ ուղիով միայն թե պահպանե անվտանգության գեղձ զգացումը, որ սխալմամբ խաղաղություն կհամարե։ Խաղաղություն ընողը համառորեն կթիմագայե անկախ անորմե, թե ադիգա ինչ կարժե իրեն համար, որովհետև ան չի մտահոգվիր իր անձին համար։ Փոխարենը անոր կործելու շարժարիթը Աստուծո եւ ճշմարտության համար ունեցած իր սերն է։ Միայն այս հանգամանքներուն մեջ կրնա փառքավաճի ճշմարիտ խաղաղությունը։ Աստուծո արքայության մեջ խաղաղություն կա, Հռովմայեցիս 14:17, բայց եւ այնպես այս խաղաղությունը չի կար հագամարտության բացակայութենեն։ Քանի որ Հիսուսը մատնանշեց, երկինքի արքայությունն ուժով կառնվի եւ ուժովները կհափշտակեն այն։ Մատթեոս 11:12։ Աստուծո թագավորության առաջընթացը գուղեկցի ուժեղ հագամարտությամբ։ Հաճախ մենք կմտածենք, ես կտեսնեմ խնդիրը եւ այն կհեռանա, բայց մենք գարիք ունենք արթնանալու եւ հասկանալու, որ այն ինչին թեմ որ մենք չենք պայքարիր, չի փոխվիր։ Ահա թե ինչու հութան կհամոզե սուրբերուն։ Սիրելիներ, որովհետև ամեն չանք ըրի, որ քրեմ ցեզի մեր հասարակած բրգության համար, հարկ եղավ ինձի, որ քրեմ ցեզի եւ հորթորեմ, որ մրցիկ սուրբերուն մեկ անգամ վան ավանդված հավատքով։ Հութա 3։ Ուշադիր եղիր, որ անգսեր բայքարիլ լրջորեն, այլ ոչ թե հուսալ լավակույնի համար։ Բայքարիլ կնշանակե գրվիլ կամ ճակատամարտ վարել։ Քրիստոնեությունը թյուրին ապրելաոճ չէ։ Քանի որ մենք գերտանք Աստուծո ետևեն, քոյություն ունի հագամարտություն եւ թիմադրություն թե ֆիզիկական, թե հոգեվոր ոլորտներուն մեջ։ Բողոսը գզորացներ Դիմոթեոսին ըսելով. իսկ դու նեղությունները գրե ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր, ոչ մեկ զինվորություն ընող այս աշխարհի գործերով չի սփաղիր։ Երկրորդ Դիմոթեոս 2:3 եւ 4։ Այս պատերազմին մեջ մենք սփաղած ենք զինվորությամբ, ուստի բարտավոր ենք ունենալ զինվորի գեցվածք։ Մենք չենք բարտվիր չարեն, բայց մենք ադոր կհաղթենք բարիի օգնությամբ, Աստուծո շնորհքով։ Հռովմայեցիս 12:21։ Բողոսի նամակները Դիմոթեոսի զինվորական ընթացքի հրահանգներն էին, երբ ան հովիվ էր Եփեսոսի մեջ։ Դիմոթեոսին մարտահրավերներ նետված էին։
Գար գեղձ ուսմունքը, որ պետք է բացահայտվեր, գային վիճապանություններ եւ դարագարձություններ, որոնք պետք է թատրեին, պետք է ավակներ բարձրանային, որբեսի ադորմով գարենար ձևավորվիլ ուժեղ եւ հասուն եկեղեցի, եւ ասոնք ընդամենը նվազագույնն էին ակնհայտ պարտավորություններեն, որոնց հետ անպետք է գործ ունենար։ Ես համոզված եմ, որ շատ առիթներ կային հագամարտության համար։ Համոզված եմ, որ մեղադրանք ու զրբարդություններ կշպրտվեին Դիմոթեոսին թեմ անոնց կողմեն, որոնք եկեղեցվո մեջ էին, որոնք դհաս եւ ամբարիշտ էին։ Բացի այս ամենեն, անպետք է հաղթահարեր մեկ այլ խոչընդոտ՝ դարիքը։ Դիմոթեոսը երիտասարդ տղամարդ էր եկեղեցվո մեջ, ուր շատերը մեծահասակ էին։ Ասիկա արդեն բավական էր, որ երկչոդության թուր բացվեր։ Բայց այս ամենուն մեջ Բողոսը գուսուցաներ Դիմոթեոսին, որ ուժեղ մնա, չմոռնալով, թե ինչ փոխանցված է իրեն։ Բողոսը մշտապես կհիշեցներ Դիմոթեոսին գենալ Աստուծմե իրեն դրված իշխանության մեջ։ Հավանաբար Դիմոթեոսը մեկ անգամ բաց թողում ըրած էր, ադոր համարալ Բողոսը կսորվեցներ։ Այս բաները բադվիր է եւ սորվեցուր, առաջին Դիմոթեոս 4:11 Եվ այս բաները բադվիր է, որ անարադը լան, առաջին Դիմոթեոս 5:7 Արդ թուն իմ որդյակ, զորացիր այն շնորհքով, որ Քրիստոս Հիսուսին մեջ է, երկրորդ Դիմոթեոս 2:1 Թերևս Դիմոթեոսը նման էր այսօրվան մարդոց մեջ շատերուն, որոնք կսիրեն Աստուծո, բայց կխուսափին հագամարտութենեն։ Հագամարտութենեն վախնալը քեզի թյուրությամբ կդարձնե երկչոդության զոհ։ Եթե դու ջանցար այս վախի ինքնությունը, ուրեմն այս բադկամը ուղարկված է քեզի քաջություն եւ ազատություն բերելու։ Աստված կցանկա քեզի ազատագրել, որբեսի ընես եւ լաս այն ամենը, ինչ որ ան կբահանջե քեզ մե։ Երբ դու երկչոդ ես, ոչ մեկ ուրախություն կա,